Grand-Frère խանութից ենք վերադարձել, շատ մարդ կար, այդ պատճառով ներսում չկարողացա նկարեի, հիմա ցույց կտամ գնումները։ Լոլիկ, որը զեղչվել էր, սկզբում ցույց կտամ զեղչերը, հետո հիմնական առևտուրը։ Լոբի, անանաս, որը նույնպես 50% զեղչվել էր, կտրտած մաքրած վիճակով արդեն։ Այլ զեղչ չկա, պղպեղներ, սմբուկներ, 1.5 կիլոգրամ, պղպեղը քանի կիլոգրամ էր, 1 կիլոգրամ։ Ես ընտրեցի մանրները, խորովելուց հարմար եմ։ Բանան, լայմ, վարունգ, մեծ վարունգ է։ Այսպիսի լանչ, կարտոֆիլը սունկով ընդամենը պետք է տաքացնել, կաղամբ, մաղադանոս, նեխուր, նեխուրով սմուզի եմ պատրաստելու, փոքրիկ մահորներ, սա էլ է զեղչված, կարմիր տերևիկները սիրում եմ, նարինջ, հատուկ հյութի համար, որպեսզի քամեմ հյութ, և քանի կիլոգրամ է, հիմա նայեմ, 2 կիլոգրամ, ելակներ, հիմա կլվանամ ու կուտենք, պանիրի տեսականի, հետաքրքիր համեմունքներ կա, այս երկուսը նույնից է, իսկ սա ծաղիկներ կա, ծաղիկների հիմքով են պատրաստել, ամբողջը ծաղկային է, և սարերի ծաղիկներ, ուրցի բույսերի տեսականի, կարծում եմ համեղ կլինի, մեկ կտորը 5 եվրո էր այս պանիրի։ Սա 2.40, սա 3, ըստ քաշի, քաշից է կախված պանիրի կտորի գինը։ Տրուֆելով սոուս, այս տրուֆելները հողի մեջից են հանում և սպեցիֆիկ համ ունի, մենք ունենք նաև տրուֆելով աղ, համեղ է այս սոուսները սպագետիների և փլավների հետ, ու այս շոկոլադե սոուսը։ Ահա այսպիսի գնումներ, և այս երկու պայուսյակ մթերքի համար վճարել ենք 58 եվրո 66 ցենտ, առանց մսի, ձվի, երշիկեղենի 60 եվրո, ասեք խնդրեմ, նորմալ է ձեզ համար այսպիսի եվրոպական գները հայկական ներկրողների կողմից։ Դե ինչևէ, որակյալ խանութ է, չենք դժգոհում։ Ահա այսպես։ Հետաքրքիր էր այս ամենի մեջ իհարկե պանիրների տեսականին կփորձենք, հաճախ ենք փոփոխում պանիրների տեսականին, և իհարկե կպատրաստեմ իմ սիրելի նարինջի հյութը կքամեմ։ Վերադարձանք ակցիոնից, հիմա ցույց կտամ գնումները, խանութում շատ մարդ կար ու անհարմար էր դասավորված, դրա համար խանութում չնկարահանեցի, բայց կարևորը ու հետաքրքիրը գնումների մասն է բոլորին, դրա համար էլ դա եմ ցույց տալիս, 50 կտոր ապրանքանիշ է, որի դիմաց վճարել ենք 125 եվրո, հիմա ցույց կտամ, առանձնապես մեծ բաներ չկան, միայն այս կաստրոլներ արժեքավոր, 20 եվրո արժեր, 19.99, ինդուկցիոն է, այստեղ նշված է ինդուկցիոն, և այսպիսի կափարիչով, կափարիչը հետն է, կան կաստրոլներ, որոնց կափարիչը առանձին պետք է գնել, սա հարմար չափս է, միջին չափս, ոչ մեծ է, ոչ փոքր, այն էր, ինչ ինձ հարկավոր էր։ Այստեղ ուրեմն քաղցրավենիքներ են, տուկ, նաև այստեղ ուզում եմ ցույց տալ այս բանանի ճիրը, գուպի նապաստակի համար, և իմ սիրած չամիչով շոկոլադ է, այս է հետաքրքիր, լույս է, ցանկացած տեղ կարելի է այս լույսը կպցնել, մեյքափի համար է հիմնականում, այստեղ կան օրգանայզերներ, դարձյալ մեյքափի համար, նրանք երկուսն են,
պետք է դրվի դարակում, զարդասեղանի դարակի մեջ պետք է տեղավորվի։ Սա է հետաքրքիր բան, ուրեմն ականջողերի համար է նախատեսված ու վզնոցների, քարը մարմարից է, նուրբ վարդագույն երանգով։ Դե այստեղ առանձնապես պատմելու ոչինչ չկա, հիգիենայի պրոդուկտներ են, շամպուններ, այստեղ հետաքրքիր է այս ատամի մածուկը, ուրեմն բնական նյութերից է բաղկացած, կոճապղպեղ, քրքում, միատա և ունի սպիտակեցնող հատկություն։ Եվ ամենակարևորը բիոպրոդուկտ է, բոլոր նյութերը բնական են, ինչի մասին որ ես հաճախ ասում եմ, այս գծիկը եթե կանաչ է, ուրեմն բնական է, առանց արհեստական ու քիմիական բաների։ Իսկ օրինակ այս մյուսի դեպքում սիգնալի, հիմա նայենք, կապույտ է։ Կարմիրը ամենավտանգավորն է, կապույտը միջինն է, իսկ կանաչ գծովը ամենալավ տարբերակն է, այսինքն բնական նյութից է։ Դե սա արդեն օրգանայզեր է գուպի կերի համար, կերը կլցնենք այստեղ, իսկ սա շաքարավազի և սուրճի համար տարաներ եմ գնել, միանման, միագույն, նույն չափսի, այդպես ավելի գեղեցիկ է խոհանոցը։ Եթե կա պլաստիկի ծամաններ, ցանկալի է բնականաբար փոխարինել ապակուց միանման տարաներով։ Սա էլ փոքրիկ բոլ է այս սրանց համար։ Այս սրանց համար։ Այս մյուս տեսակը մի տեսակ է սրա մեջ, իսկ սրա մեջ տարբեր են։ Իսկ սա ինչ-որ սուպիկներ են, նորույթեր, ասեցինք փորձենք։ Իմիջիալոց երեխաները սիրում են այսպիսի բոլերի մեջ ուտել այսպիսի սուպերը, ոչ թե մեր ստանդարտ ափսեների մեջ։ Այսքանն էին գնումները, սովորական գնումներ։ Ամեն անգամ ակցիոնը թանկ է նստում մեզ վրա, մանր մուներ ամեն ինչից վերցնում ես մեկական կամ թեկուզ դուբլ, երկուական ու վերջում մի կլորիկ գումար է ստացվում։ Իսկ այստեղ տեսեք ով է աղմկում։ Ահա այս ձայնը, որ միշտ գալիս է իմ վլոգների մեջ, գուպիի ձայնն է։ Կերերը շխշխկացնում, կրտկրտացնում, ուտում։ Եկեք բացենք։ Հիմա կբացենք միասին։ Ինչ էլեգանտ կաստրոլ է։ Այս մասերն էլ հերմետիկ փակվում է։ Չկպչող հատակով։ Ինձ շատ դուր եկավ, չափն էլ է հիանալի, միջին չափսի և էլեգանտ է շատ։ Ոսկրշ։ Շատ էլեգանտ կաստրոլ է, չի սպասում, որ ակցիոնում նմանատիպ կաստրոլ կգտնեմ։ Իմիջիալոց տեսականին շուտ-շուտ փոխվում է։ Ես դա զգացի, երբ գնեցի այս տարաները ապակուց։ Ուրեմն մինչ սրանք գնելը, այս նույն չափսի ես գնել էի արդեն աղի համար, այսա։ Տեսնում եք, լրիվ նույն չափսի է, բայց այլ մոդել է, որովհետև ունի իր հետ գտալ։ Արդեն իր հետ ունի գտալ, ահա այսպես։ Շաքարավազին և սուրճին էլ էր հարմար այս տարան, բայց երբ ես գնեցի սա, վերջինն էր, մի հատ էր մնացել, այդ պատճառով չկարողացա գնել 3-ը։ Իսկ հիմա գնեցի սրանք, մնացել էր 2-ը, ընդամենը 2-ը, չի ստացվում էլի 3 գնեմ ոչ մի կերպ, բայց ավելի լավ, թող տարբերիչ լինի մոդելը, բայց չափսը նույնն է, 850 գրամ, եթե չեմ սխալվում, պոկեցի պիտակը, կպցրած էր այս մասում պոկեցի պիտակը։ Համենայն դեպս շատ լավ է ունենալ խոհանոցում տարաներ, որոնց վրա չկա գույնզգույն որևիցե բաներ, ասենք սուրճի աման, առանձին չգիտեմ ինչի աման, սա էլ պլաստիկից տարբերակն է, հիմա ես սա կհանեմ, տեսնում եք, երբ որ թափանցիկ է, ինչքան լավ է, պլաստիկից է, սա գուպիի կերի համար է, բայց կարելի է օգտագործել սպագետի,
սերիալի, ձավարեղենի համար, եթե ցանկություն կա, պահարանների մեջ, եթե պիտի պահենք տուփով, կարող ենք լցնել հենց այս տարայի մեջ։ Միևնույնն է, սա տեղ է զբաղեցնում այս գույնս գույն տարայի փոխարեն ես կունենամ սա։ Տարբերությունը տեսեք, ինտերիերը ինչքան ավելի հանգիստ եւ լոկանիկ է դառնում, քան այսպես գույնս գույն պիտակներով, թվում է հա տարայ է։ Պատկերացրեք սրանցից մի քանիսը լինի, ենթադրենք մեկը այս տեսքով, մյուսը մի այլ տեսքով, խոհանոցը վերածվում է չգիտես ինչի, իսկ այսպես ավելի հանգիստ է։ Ուղղակի հիմա չեմ դատարկում, քանի որ դեռևս չեմ լվացել այս տարան։ Նույնն է սա, միևնույնն է, եթե սա դարակում տեղ է զբաղացնելու, ավելի լավ է լցնենք նմանատիպ տարաների մեջ, այս տեսքով տեղ զբաղացնի դարակում եւ այսպես շարունակ։ Անհատը ինքն է որոշում ապակուցը գնի թե պլաստիկիցը։ Ապակին ունի առավելություն, որ ավելի էկոլոգիապես մաքուր է, ավելի ցանկալի է, այս տարաները ավելի թեթև են։ Սա էլ սրա դրական կողմն է պլաստիկից տարային։ Եվ կարելի է կամաց, եթե ոչ միանգամից աստիճանաբար գնել ու փոխել ամենը։ Դարձյալ աղմկում է իմ նապաստակ կուպին, բերեմ իրակերը լցնեմ այս տարայի մեջ, որպեսզի չխոնավանա, տուփերի մեջ խոնավանում եմ։ Ավելի ճիշտ ոչ թե խոնավանում է, մեր տունը չոր է, ընդհանրապես տան խոնավությունը զգում եք աղից։ Եթե գնում եք տուն գնելու, անմիջապես նայեք աղը։ Եթե աղը խոնավ է, ուրեմն տվյալ տունն էլ է խոնավ, կապ չունի, տարաների մեջ էլ են խոնավանում, խոնավ տանը աղերը։ Ու գուպի կերը ոչ թե խոնավանում է տուփերի մեջ, այլ կարծես հոտը կորցնում է, իսկ ինքը որ հոտով է ուտում կերը, նույն կերը եթե մի քանի օր մնում է ամանի մեջ, հենց իր կերամանի մեջ, ինքը չի ուտում, իրան չի թվում, որ դա կեր է։ Դրա համար շատ կարևոր է, որ այսպես հերմետիկ փակվի ու կերը չկորցնի իր հոտը, որպեսզի ավելի ախորժակով ուտի նա իր կերը։ Կանչում է, էլի հոտը կանչում է, ինչպես թարմ պատրաստված ուտելիքին է մեզ կանչում, այնպես էլ իր կերի հոտն է նրան կանչում։ Ապա մի նայեք այս հրաշքին, հրաշք է սա, ամեն կերպ ուզում է տան ամեն ինչին մասնակից լինի, այս ապրանքները այսօր ենք գնել, դեռևս չենք հասցրել տեղադրել եւ ինքը հսկում է, պահապան շունիկի նման, այս պուճուրիկ հոլանդական սորտի նապաստակը հսկում է մեր տանկահ կարասին ու տեխնիկան։ Նոր մի քանի րոպե առաջ ցատկեց հենց այս Molinex ֆորի վրա, մի ցատկով, պատկերացնում եք, անընդհատ ուզում է խաղ անել, խաղի տեսքով ինչ-որ ակտիվիտեներ անել, հիմա էլ նստած հսկում է հաղթանակած, որ տերիտորիան իրանով է արել, նապաստակները շատ տերիտորիալ են, շատ, ուզում են նվաճել, նոր տերիտորիաներ գրավել, չէ գուպի, քո տարածք է ներխուժել այս ամենը, հա, շրջվեց ու լսեց, ինչ եմ ասում իրեն, անունն էլ վերցնում է, հենց ասում ես գուպի շրջվում է, քեզանով ես արել տարածքը, հա, չորո ճճի, ուй, դե հսկի, մինչև կբացենք, կտեղադրենք, լավ, քեզ լինի, ինչ ես մտածում, այ չորո ճճի, ինչ ես դու մտածում, Molinex 4 60 լիտր 2200 վատ, ահա այսպիսի գիգանտ ֆոր պրոֆեսիոնալ մակարդակի, ֆոր գնելիս պետք է հաշվի առնել վատը, լիտրաժը, որպեսզի լավ արդյունք ունենանք մենք ինչ-որ բան պատրաստելիս։ Molinex ֆիրմային ծանոթ եմ դեռևս 2000-ականներից, Հայաստանից շատ գոհ եմ եղել եւ այդ իսկ պատճառով ֆորը ընտրել եմ Molinex։ Գիգանտ ֆոր է, որպեսզի պատկերացնեք ծավալը։ Բացելուց հետո, տեղադրելուց հետո անպայման ցույց կտամ։ Օնլայն գնումներ Քախվորից, հիմա այս ամենը կնայենք միասին, առաքման համար վճարել ենք 3 եվրո, կախված է թե տանից որքան հեռավորության վրա է գտնվում խանութը,
տվյալ սուպերմարկետ քաղցուղը մեր տանից մոտ է գտնվում, այդ իսկ պատճառով առաքման համար վճարել ենք 3 եվրո, բայց ջուրը լիմիտային է, սահմանափակ, յուրաքանչյուր տեսակից 2-ը կարող եք պատվիրել, որտեվ ավելին չեն առաքում։ Հիմա նայենք առաջի պակետում ձուն է, տեսնենք ամեն ինչ նորմալ է, կոտրված չի, լավ էլ առաքել են։ Սուրճը, ոյ, դուք գիտեք, ես սուրճ խմող եմ, շատ եմ սիրում սուրճ, սուրճը թող շատ լինի, քիչ չլինի, ուրեմն պատվիրել եմ 2 բլոկ, մեկի վրա 60% զեղչ էր, Արաբիկա սև սուրճ է, էքսկլյուզիվ տարբերակը, աղացած, յուրաքանչյուրի մեջ կա 4-ը 250 գրամանոց պակետներ, սա այսպես, ձուն վերցնենք, չկոտրենք, երկրորդ պակետի մեջ հացաբուլկեղենն է, ֆրանսիական կրուասաններ, այս քաղցուղի կրուասանները շատ համեղ են, այստեղ 4-ն է, ֆնդուկով հաց, երիցուկ հաց, այն ռամաշկաները, որ մենք Հայաստանում էլ էինք միշտ գնում, քաղցուղը ունի այդ հացի տեսականուց, տեսեք ինչ գեղեցիկ է, էսթետիկորեն, ու անուշ հոտ է, հուրում է շատ անուշ, այս մյուս տեսակի հաց, ֆանտա և անանասի հյութ, երրորդ տոպրակը, որի մեջ կիտրոնի հյութով պատրաստված գազարով աղցան է, սովորաբար այսպես չեն ուտում, իրենք ուտում են մակարոնեղենի հետ են խառնում, այդ տեսքով են այս աղցանները ուտում։ Ահա այսպիսի սալատ մեծ, հազարաթերթիկ, անձիվ, գուպինինել ենք տալիս, մենք էլ ենք ուտում աղցանի տեսքով, Ասիայի բաղադրատոմսով, տավարի միս է կտրատած բորշի համար հատուկ, այստեղ էլ եմ մսեղեն պատվիրել, և 4-րդ տոպրակի մեջ մնացած մսեղենն է, հավի կցքամիս, արդեն համենված, պատրաստի վիճակում պետք է դնենք ընդամենը ջեռոցը և կդառնա KFC հավիքների պես, հիմա սա կպատրաստեմ, այսպես հավի բուդիկներ, տոտիկներ և իհարկե աղացած միս, այսքանն է մսեղենը, այն ինչքան այս պահին մեզ հարկավոր էր, ամեն ինչից գոհ եմ, օնլայն գնումների դեպքում պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի բանջարեղենը թարմ լինի, ինչպես տեսնում եք, ամեն ինչ թարմ է և ես գոհ եմ։ Խորհուրդ կտամ դուք էլ օգտվեք, խնայելով ձեր ժամանակը և ծախսելով այլ բաների վրա ձեր ժամանակը, ավելի հետաքրքիր բաների վրա, ինչպես օրինակ հոբի, յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հոբի, դա մոտիվացնում է, զարգացնում է ուղեղի աշխատանքը և գործունեությունը և կտրում առօրյա հոգսերից, ինչքան կարելի է ապրել միայն առօրյա հոգսերով։